Գրեթե 30 տարվա կենսագրություն, որի էջերում ոչ միայն հարուստ անցյալն է, այլև հայրենանվեր առաքելությունը։ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն իր գործունեության ընթացքում տարբեր սերունդների է կրթելու դաստիարակել։ Տարածաշրջանում միակ ու եզակի այս կենտրոնը, սակայն անցած տարիներին պետական հոգացության երբևէ չի արժանացել։ Մի կողմից մշակութային արժեքներ ու ազգային ավանդույթներ, որ փոխանցվում են մատաղ սերնդին, մյուս կողմից անմխիթար պայմաններ ու կիսավեր դասասենյակներ։ Շատ դռներ թակելուց եւ որևէ արձագանքի չարժանանալուց հետո կենտրոնը որոշում է դիմել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությանը։ Ես որոշեցի դիմեմ հենց այդ հիմնադրամին, որովհետև պատճառը հավատն էր։ Չգիտեմ, իմ մեջ այնպես էր տպավորված, որ մանկ երեխաներին գեղագիտական կենտրոնի այս ծանր վիճակից կարող է հանել միայն այդ հիմնադրամը։ Դրական արձագանքը չի ուշանում։ Ջավահիր Ծառուկյանն անձամբ է այցելում Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղ, հենց տեղում ծանոթանալու խնդիրներին ու լսելու աշխատակիցների մտահոգությունները, իսկ դրանցից ամենաառաջնայինը մասնաճյուղի ներկայիս անմխիթար վիճակն է, ինչը զրկում է կենտրոնի ավելի քան 300 սաներին լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից, մինչդեռ հենց գեղեցիկ ու հարմարավետ միջավայրն է, որ պետք է ոգևորի ստեղծագործ երեխային։ Ջավահիր Ծառուկյանը շրջում է կենտրոնով, լսում բոլոր խնդիրներն ու խոստանում աջակցել։ Շատ շուտով Վանաձորը բոլորովին նոր ու բարեկարգ գեղագիտության կենտրոն կունենա։ Վանաձորյան այցելությունը միայն Գեղագիտության ազգային կենտրոնով չի սահմանափակվում։ Ջավահիր Ծառուկյանն այցելում է նաև քաղաքի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն։ Պետական ու քաղաքական գործիչներից բացի այստեղ են նաև մշակույթի երախտավորներն ու արվեստասեր հասարակությունը, իսկ նրանց համախմբման առիթը թատրոնի 80-ամյա հոբելյանն է։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի 80 տարիներ ամիջան է, 80 տարի։ Ինչ է թատրոնը, ոչ ոք չգիտի անկեղծեմ ասում։ Մի խորհուրդ ունի, մի գաղտնիք ունի, որ ոչ ոք գլխի չի։ Իմ կարճ խելքով թատրոնը ինչ-որ բանից վերևից ուշած մի բան է։ Տոնը լավ առիթ է պարգևատրելու եւ հիշելու բոլոր նրանց, ովքեր անցած տարիների ընթացքում թատրոնի բեռն իրենց ուսերին են կրել։ Պարգևների ու շնորհավորանքների են արժանանում բոլոր երախտավորները։ Թատերական կարևոր այս իրադարձության կապակցությամբ յուրօրինակ անակնկալ նախաձեռնությամբ է հանդես գալիս Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը։ 1 միլիոն դրամ թատրոնի խաղացանկի լավագույն 3 ներկայացումները վանաձորցիների համար անվճար բեմադրելու նպատակով։ Թույլ տվեք պարոն Ծառուկյանի անունից սրտանց շնորհավորել այս մեծ հոբելյանի կապակցությամբ։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը այս գեղեցիկ հոբելյանի առիթով հանդես է եկել փոքրիկ նախաձեռնությամբ։ Հիմնադրամը մեր սիրելի վանաձորցիներին նվիրում է 3 հրաշալի ներկայացում, որ մեր քաղաքացիները կարողանան վայելել այս անզուգական թատրոնի գեղեցիկ կատարումները։ Ես շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ, որ այսօր Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ղեկավարությունը այստեղ է։ Ես շնորհակալություն եմ հայտնում Ռոզա Ծառուկյանին եւ Ջավահիր Ծառուկյանին, որ այսօր օգնում են ապրել եւ ոչ միայն մեզ, այլ շատերին։ Անցյալի էջերում 80-ամյա տարեգրությունն է, իսկ ապագան հագեցած նոր գաղափարներով ու ծրագրերով թատրոնն ասելիք դեռ շատ ունի։ Ամենակարևորը սրտացավ վերաբերմունքի եւ աջակիցների պակաս այլևս չեն զգում։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։